Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում իրական ընտրություններ տեղի չեն ունեցել, հետևաբար չի կարող լինել նաև խորհրդարան ու կառավարություն, ասում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Անընդմեջ դրական փոփոխություններ խոստացող Հանրապետական կուսակցությանը ռեժիսորը հարցնում է, ինչ փոփոխությունների մասին է խոսքը, երբ դա չի ազդում ոչ գործազուրկների, ոչ անտունների վրա, իսկ եթե փոխվում է որևէ նախարար կամ վերջինիս մեքենայի մակնիշը, դա դեռ փոփոխություն չէ։ Այդ կատակերգությունը որտեղ փոխվեցին մի քանի դերակատարներ, բայց մնացածները մնացին անփոփոխ, որտեղ գեղեցիկների ռեժիմը ապահովեց մի փոքր ավելի շատախոս եւ միգուցե ավելի զվարճալի լսարան, դա չի փոխում ժողովրդի կյանքում ոչ մի բան։ Ոչ նախընտրական եւ ոչ էլ հետընտրական փուլերը չեն արտահայտում մեր երկրի իրական քաղաքական պաստառը, մեծ հետ զրույցում նկատեց դերասան Աշոտ Ադամյանը, այն որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր գործիչներին հնարավորություն է տրվել երևալ էկրաններից, դա դեռ փոփոխություն չի, ասում է դերասանը։ Ըստ նրա, հավանաբար հանրապետականները լավ չեն հավատացել սեփական կոչին եւ հաստատում են, որ ոչինչ փոխելու մտադրություն չունեն։ Ըստ երևույթին հենց իրենց կոչին իրենք չեն հավատացել, որպեսզի փոխեն։ Եվ հաստատում են այն բանը, որ ոչինչ մտադիր չեն փոխել։ Ինչպես կա, այդպես էլ շարունակելու են։ Ինչպես սահում էինք ետ, այդպես ավելի ու ավելի արագ կսահենք դեպի ետ։ Ամեն ինչ գնալով թանկանում է, ժողովրդի վիճակը ծանրանում է ու մարդիկ փախնում են երկրից։ Ամենակարևորը մարդկանց ստեղծել պայմաններ, որպեսզի չգնան այս երկրից։ Երկիրը դատարկվում է։ Բոլորն էլ գիտեն, թե ինչ ճանապարհով է ձևավորվել խորհրդարանն ու կառավարությունը եւ թե ովքեր են ընտրյալները։ Նույնպես դժգոհություն է հայտնում երգիչ Արտուր Իսպիրյանը։ Այսօր խորհրդարանում գտնվող падգամավորների 30%-ից ավելին արժանի չէ եւ որևէ անելիք չունի օրենսդրում, համոզված է երգիչը։ Այս կառավարությունը, որը նորից ընտրվել է, նույն դեմքերը, նույն մարդիկ, նույն մտածելակերպը, նույն մակարդակը, նույն այս բիզնեսմենները, սրանք արդեն բավական եղավ, արդեն պետք է փոխեն։ Պետք է փոխեն իրենց մտածելակերպը։ Մեր ազգային ժողովի քաղաքական պատկերը ոչ մի կապ չունի մարդկային ռեսուրսի, իղձերի եւ նպատակների հետ։ Դրանք հակասության մեջ են։ Եթե ես նայեմ ազգային ժողովի պատկերին, ես կմոլորվեմ, ես չեմ հասկանա, թե քաղաքական ինչ իրավիճակ է տիրում իրականում այսօր մեր երկրում։ Զրուցակիցներս միաձայն պնդում էին, որ Հայաստանի քաղաքական կառուցվածքում փոփոխություններն անհրաժեշտ են եւ անխուսափելի, մինչդեռ վերջիններս այդ փոփոխությունները չեն սպասում։ Հավատանք, որ փոխենք կարգախոսով ընտրություններին մասնակցած Հանրապետական կուսակցությունից եւ նորաստեղծ կոալիցիայից։ Ելքը քաղաքացիական հասարակության եւ գիտակցության արմատացումն է, ինչպես նաեւ օբյեկտիվ պատճառներով ձևավորված անտարբերության մթնոլորտի բացառումը, համոզված են մտավորականները։ Սիրանուշ Հարությունյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Երևան։